Հստակ ենք արտահայտվել, դրա մասին ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտգործնախարարի հետ, իսկ դուք գիտեք, որ Լիտվան այսօր գլխավորում է Եվրոմիությունը եւ նաև այն հանդիպումից հետո, որ մենք ունեցանք պարոն Ֆյուլեի հետ, հանձնակատար Ֆյուլեի հետ, հրապարակեցինք այդ հանդիպման ընթացքում Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունը հնարավոր բոլոր ձևաչափերով, եղանակներով, հնարավորինս սերտ եւ խորը համագործակցություն ունենալ Եվրոմիության հետ եւ շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, որ արձանագրվել է վերջի շրջանում Հայաստանի եւ Եվրոմիության միջև, բոլոր հնարավոր ուղղություններով, որը հնարավոր կլինի Եվրոմիության կողմից եւ որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել անդամակցել մաքսային միությանը։ Եթե մենք արտահայտում ենք եւ դուք տեսաք, որ Լիտվայի արտգործնախարարը նաեւ արտահայտվեց, որ այո, մենք համատեղ պետք է շարունակենք հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմից Հայաստանի եւ Եվրոմիության առաջ շարժել մեր հարաբերությունները եւ համագործակցությունը Եվրոմիության եւ Հայաստանի միջեւ։ Դեր կողմը դիմադիրներն ասում են, սպառիչ պատասխան չեղավ։ Դե գիտեք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել եւ չլսել պատասխանը, ուրեմն կարծում եմ, որ պատասխան չկա։ Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ։ Եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է եւ բավարար չէ այդ պատասխանը, դա արդեն անձնական կարծիք է։ Արդյունավետ համարում եք այդ Շնորհակալություն։